Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 5-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 5-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունենք, հնարավոր է նաև առիթ է կամ մեկ այլ իրադարձություններ են, նաև տեղափոխություն, բնակարանամուտ եւ այլն, ինչը որ կապված է տան հետ։ Նաև այդ օրը գումար կստանաք, 1 րոպե, մոռացել եմ։ Նաև այդ օրը գումար կստանաք։ Օրվա ընթացքում կպարկեք հանգստանալուն, նաև դա կարող է կապված լինել ինտիմ հարաբերության հետ։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նորություն կլսեք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք աշխատանքի մասին կարող եք խոսել, աշխատանքի հետ կապված որոշ հաճ պահեր կարող են լինել։ Նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, միգուցե նաև իր հետ է ինչ-որ տհաճ պահեր կապված։ Եվ ուրախության արդյունքներ են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 5-ին։ Հարգելի ցուլեր,
Այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու, սա տարվա ծնված Ցուլեին է միայն վերաբերվում, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու և ինչ-որ մի բան է ձեզ նաև տխրեցնելու կամ հիասթափեցնելու։ Ճանապարհ եք գնալու, նաև ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 5-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև որոշ գործեր կան, եք կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, վերջնական լուծում կտաք դրան, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որ չուշանաք, կամ ինչ-որ ժամեր եք հետաձգում, կամ նաև կարող են ուշանալ դիմացինը։ Այդ օրը կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, միգուցե դե համար, որ ուշանում է, կամ տուն եք մաքրելու։ Նվեր կգնեք, կամ նվեր կստանաք, նաև ոչ իրադարձություն է, որը կապված է բժշկի հետ, հիվանդության կամ հիվանդանոցի կամ ոչ կոսմետոլոգի մոտ այցելելու հետ կապված, որ յուրաքանչյուր ամիս այցելում եք, կարող եք եւս այս ամիս այցելել, այդ օրը այցելել, կամ նոր է սկսվում, նոր ինչ-որ ցիկլ է, միգուցե հղի եք եւ պետք է արդեն գնաք յուրաքանչյուր ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 5-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը
Սեղանի շուրջ եք նստելու, նաև նվեր կարող ստանալ կամ ինչ-որ մեկին նվեր տալ եւ հրաժեշտ տալ իրար, ինչ-որ հեռու տեղ է գնում եւ մեկը մյուսին նվերներ է տալիս։ Ուշադրություն պետք է դարձնեք այդ օրը ձեր առողջությանը, նաև կարող եք գնալ նմանատիպ ինչ-որ նման կենտրոն բժշկական։ Ոմանք կարող են վիճել այդ օրը, ոմանք տուն մաքրեն։ Ժամադրություն ունեք սիրային, նաև պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ, որ հանդիպեք իրար։ Եվ ինչ-որ մի հնարավորություն այդ օրը ձեր ձեռքից բաց կթողնեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 5-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև սեղանի շուրջ եք նստելու, բավականին ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, օձեր կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, բամբասկոտներ, նաև օձային վերաբերմունք ձեր նկատմամբ։ Այստեղ հյուր եք գնալու, կարող եք գնալ նաև հիվանդանոց ինչ-որ մեկին հյուր, նաև պետական հիմնարկությունը գա ձեր տուն հյուր, ինչ-որ աշխատող կա հյուր կամ ձեր այնտեղ որտեղ որ դուք աշխատում եք, ինչ-որ, եթե ոչ ֆիրմա է կամ եւ այլն, այդտեղ կարող են գալ ստուգման նաև յուրաքանչյուր քայլանելուց առաջ երկար մտածեք, հետո նոր, եւ սեղանի շուրջ կարող եք շատ երկար նստել, մնալ նստած։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 5-ին։
Հարգելի օձեր, այդ օրը նորություն կլսեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև գործնական հանդիպում կամ շփում կունենաք ինչ-որ մեկի հետ, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, կարող եք նաև այցելել բժշկի, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Եվ այստեղ նաև ինչ-որ մի բան կարող ձեր ձեռքից բաց թողնել, որը չէ հնարավորություն, նաև ինչ-որ մի բան էլ ձեզ երջանկացնելու այդ օրը։ Լիքը բաներ կան այստեղ, որ կարող են ձեզ երջանկացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մարտի 5-ին։ Հարգելի ձեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ունեք սիրային թաքուն հարաբերություններ, գաղտնի սիրավեպ, գաղտնի գործողություններ նաև ոմանք այստեղ ունեն գործնական հանդիպում կամ գործնական շփում եւ ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք։ Ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին մարտի 5-ին։ Հարգելի այծեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում նախանձմարդիկ, օձային վերաբերմունք, բամբասանք, նվեր կգնեք ինչ-որ մեկի համար կամ դուք նվեր կստանաք, նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մարդու հետ կամ փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ կստորագրեք, ինչ-որ գործեր կունենաք, փաստաթղթերի հետ կապված։ Եվ ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք, նաև ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 5-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում են, այդ ամիս եւս կկատարվի։ Նաեւ առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, հույսն է դելեք ձեր ընկերոջ վրա, բայց կարծես թե կատարում է, հա, ինչ որ եթե ուզում եք ինչ-որ մի բան ինքը անի, այստեղ անում է, որովհետեւ ձեզ սիրված եք զգում, ձեզ լավ եք զգում, այսինքն ոնց որ հույսը չի կոտրվում, օգնում է ձեզ, եթե ինչ-որ հարց կա։ Նաեւ այստեղ ոմանց կարող են սեր խոստովանել կամ դուք սեր խոստովանեք ոչ մեկին, հարազատների հետ կարող եք հանդիպել, կամ այնինչ որ լինում է ամեն ամիս, դա ձեզ ուրախացնում է։ Եվ կարող եք գնալ ոչ միտեղ երկար մնալ, երկար սպասել ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Գումարի մասին կխոսեք, գումար կծախսեք նաև, ոչ թե փաստաթուղթ կստանաք, տեղեկատվություն, լուր, փաթեթ միգուցե։ Օձեր կան այդ ձեր շրջապատում, օձային վերաբերմունք, նախանձ, բամբասանք եւ ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում դա ավարտին։ Եվ հանդիպում եւ կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Եկա դա ընկերոջն է ցույց տալիս կամ ինչ-որ մեկի հավատարմությունը ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակխաղաղներին։ Ինչ է սպասվում ակխաղաղներին մարտի 5-ին։ Հարգելի ակխաղաղներ, այդ օրը թաքուն սիրավեպ ունեն ոմանք, թաքուն գործողություններ, նվեր կստանաք, նվեր կտաք ինչ-որ մեկին, նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը ձեզ համար, ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի, կարող գաղտնիքն է, եւ նորություն կլսեք։ Նորություն կլսեք, նաև ինչ-որ գործեր այստեղ կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 5-ին։
Հարգելի շներ, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նաև կա առիթ է, ծնունդ է, հղիություն, ծննդաբերություն, ընտանիքը, որը ավելի շատ ուշադրություն կդարձնեք, հանկարծակի լուր կլսեք, ինչ-որ մեկից հեռացում է, սա ինչ-որ բանից նաև կարող հեռանալ, ինչ-որ բան տաք, և գնա դա ձեզանից։ Միգուցե երեխաներն են գնում, կամ գնում են սովորելու, կամ գնում են մեկ այլ երկիր։ Եվ տհաճ պահեր կա այդ օրը նաև։ Այսքանը ձեզ համար, ուրիշ ոչինչ չկա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 5-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը սուտ կա, սուտը յուրաքանչյուր բան կարող է լինել, ասել են չեն արել և այլն։ Նաև սիրային ժամադրություն ունեն ոմանք, այստեղ ժամ եք պայմանավորվել, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ և պետք է հանդիպեք։ Երջանիկ ձեզ կզգաք, մտերիմ շրջապատում կլինեք, սիրված ձեզ կզգաք, հարազատների շրջապատում, ոմանց սիրախոստովանություն կանեն, ոման դուք կանեք, հավատարմություն է սա նաև երկրորդ կեսի հետ կապված, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել նման կենտրոն և որոշ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Եվ ոմանք նվեր կստանան կամ դուք ինչ-որ մի բան մեկին կնվիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։